Եվ մի ժամանակ նշեմ, տոկոսային ուղղակի նշեմ, որ գալիս է 0.015%։ Ներողություն եմ խնդրում, այդ պարոն Ալոյան, խնդրում եմ նաև հաշվի առեք, որ շատ դեպքերում կառավարությունը ներկայացրել է արդեն մի քանի տարվա հաշվարկ։ Այսինքն դուք չվասեք։ Ես առավելագույնի հետ եմ համեմատում։ Դուք մի տարվան է դրա 1/3-ը վերացրեք։ Պարոն Վազգենյան, հարցը վերաբերում է հիմնարկի ձեր կազմակերպության աշխատավարձային քաղաքականության, հիմա կասեմ ինչի մասին է խոսքը, կապելով այս ամբողջ վարույթի հետ։ Մենք հաստատում ենք, ես ակնի մեջ ներառում ենք միայն ֆոնդը, թե ես ունեմ անձնական կարծիք, որ նաև հաստատակցակով պետք գնալ, որովհետև մենք ֆոնդը երբ հաստատում ենք, մենք չգիտենք աշխատողները ինչքան են ստանում, ղեկավարները ինչքան, եւ երբ որ գալիս են ասում են պետք է բարձրացնել, որովհետև իրականում կյանքը թանկանում պետք է բարձրացնել, մենք վստահ ենք, որ դա ներքին օղակներին դա հասնում է։ Ես ունեմ համոզում, որ դա պետք է բանանել։ Բայց հիմա երբ նայում ենք բացատրագրերը, մարդիկ ասում են, որ դուք էլ երեք ասացիք, որ մենք գիտենք, հասկանում ենք Հայաստանը, տարբեր քաղաքացիներ կարող ուզենան ինչ-որ բաներ օրենքի դուրս անել, երեք հայտարարություն հայտիկ։ Հիմա հարցը տևյալն է, որ այդ մարդիկ ասում են պարգևատրումից չզրկելու համար է կարել։ Ինչքան է աշխատավարձը եւ ինչքան են պարգևատրվել, որ այդ մարդիկ նման բացատրություն են։ Որն է եղել ձեր աշխատավարձի քաղաքականությունը, շնորհակալ։ Դուք դե հռետորական հարց, դուք տեսել եք հանցագործ, որը մի պատճառաբանություն չգտնի իրավիճակում։ Կամ եք։ Այսինքն ես այդ մարդկանց համարում եմ պոտենցիալ հանցագործներ, որովհետև բացատրությունների ծանոթանալուց նյութերի մեջ կա, բայց ցավոք սրտի այստեղ չի խոսվում, որ Մասիս ցանցի տեղաբանսի պետերից մեկը ասում է ոչ մեկ ոչ մի բան չի եղել, ես եմ։ Այսինքն այդ վերևերանգը արդեն վերջացավ։ Գիտեք, իմ աշխատավարձը կոնկրետ ես գաղտնիք չեմ պահում, մոտավորապես եթե չեմ սխալվում 27 միլիոն մաքուր։ Հիմա դրա կեղտոտը չգիտեմ ճիշտ ասած ինչքան է։ Հիմա եթե ես որպես իրացման տնօրեն տարեկան ստանում եմ այդ 5.2 միլիարդ, չեմ ասում ամբողջի միակ եւ այսպես մեղավորն ու պատասխանատուն ես եմ, բայց ամեն դեպքում այսպես բլոկի ղեկավարը, որը պետք է ապահովի այդ բանը ամբողջական այսպես նորմալ է բլոկի աշխատանք 2.8 միլիոն կրկնեցի մաքուր այնտեղ բնականաբար պահումներ եւ այլն հիմա այդ չափի այդ գործառույթներով, այդ պատասխանատվությունով եւ նյութական նաեւ ինչու ոչ պատասխանատվությունով կարծում եմ, որ այդ աստվածաշական բացը չի։ Կարծում եմ, միգուցե երկրամիտ։ Հիմա իջնում ենք ներքև։ Նույն հաջողությամբ գիտեք կանգնում ենք մի հատ խնդրի առաջ։ Հիմա ասենք մեր տեղակալները, որոնք ավելի քիչ են պատասխանատու, ստանում են շատ ավելի քիչ։ Այդպես իջնում են ներքև։ Եթե մենք դիտարկենք, որ մեր աշխատավարձերը բարձր են, ինչպես ասեմ Հիմա ոնց է պետական համակարգում միլիարդավոր կամ այստեղ միլիարդավոր պարգևատրումներ են բաժանում, պատճառ են բերում, որ դե լավ մասնակից չենք գտնի, որ դա շատ է հիմնարով։ Սա մասնավոր է միլիարդը։ Անկախ ամեն ինչից փորձել է դա մեղմել, նաև գումարներ ներդնելով սեփականները։ Հիմա եթե գիտեք, սա երկու կոմպոնենտ ունի, ես նաև մեր հայրենակիցներին եմ ուզում դիմեմ, Երևի Սամվել Կարապետյանը, որ հետ գնանք չեր վերցնում ընդհանրապես շարի մեջ չընկնել այսպես ասած։ Ինչի համար, որովհետև վատ վիճակում վերցրել է, այսօր դառնում է, որ ինքը ավելի վատ բան անում։ Այսինքն կա մոտավորապես 18 միլիարդի կարգեր, եթե չեմ սխալվում աշխատավարձային ֆոնդը, եթե չեմ սխալվում իհարկե, ես այդ բաների շատ քիչ եմ տեղեկացած եղել։ Բայց ինքն էլ է հումաններ դրել։ Այսինքն այս ամբողջի դեպքում, որպեսզի կարողանանք միանշանակ Այսպես բնականաբար գիտեք, որ սահմանների խնդիր առաջանում։ Եթե կա կարծիք, որ մեր աշխատավարձերը բարձր են եւ դա իջացնելով կարելի է մեղմել դա, խնդրեմ, այնպես չի մենք ես Հայաստանի էլեկտրական ցանցերում ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ հակառակ ապահովողին խոստանում եմ դրամական պարգև։ Բացի Սամվել Կարապետյանի նշանակած աշխատավարձից, ես որևէ գումար չեմ աշխատել Զարդուղի ճանապարհներով։ Պայմանը դրած է եղել բոլորի առաջ։ Շատ լավ, Կարծում եմ պատասխանեցի, թե հարցերը բացառապես բերեք, որը Ամորացա ասեմ, մեկ անգամ, երկու անգամ կարողը ինչ-որ տենց բոնուսային փոքր բանուս։ Դա դապուրի չէ։ Հա, թե, դապուրի չէ, դապուրի չէ։
Պարոն Նրանյանի հարցադրմանը որպեսզի ավելի լույս սփռենք, վիճակագրություն ներկայացնեմ, այսօրվա դրությամբ շուրջ 6700 աշխատակցից գրեթե կեսը 3400-ը մոտ ստանում են աշխատավարձ եւ 15% պարգևաճարներ 300,000-ից ներքև շեմում, այսինքն աշխատակազմի շուրջ 50%-ը հանրապետության միջին աշխատավարձից փոքրից ցածր է վարձատրվում եւ շուրջ 1500 աշխատողներ ստանում են 150-ից 170,000 դրամ աշխատավարձ։ Կարծում եմ կողմի զարգացումն է ստեղծել շնորհակալություն։ Ներողություն մի արձանագրում է եւ 60-ից 70 հոգի ստանում են 1 միլիոն եւ ավելի աշխատավարձ։ Կոչ եմ անում մեր դեպքում հաշվի առնելով, որ ես արդեն 20 տարի այդ աշխատավարձով մոտարապես աշխատում եմ մի քիչ այսօր մի քիչ այնքան, կոչ եմ անում պետական կառավարման պարագայում ովքեր որ եկել են այսօր աշխատելու, թե իրենց նախկին աշխատավարձով աշխատել, մնացած գումարներ ուղղել, այսպես ասած, Շատ լավ, Բանովիչ։ Ես արձագանքեմ շատ կարճ, քաղաքական կոչեր են էլի հնչում, բայց առաքական իրացման տնօրենը այսօր չի ստանում մաքուր 2.7 միլիոն, որտեղ կամովին հրաժարվել է իր հատկացված բոնուսներից եւ աշխատավարձը ցածր է 2 միլիոն ծավալի ներքև շնորհակալ։ Շատ լավ, հաջորդ հարցը։ Վերջին հարցը, պարոն Ղազարյան, Իմ մեջ վերում մենեջմենթային տեսակետից 10-ից 15 անգամի տարբերությունը ցածր եւ բարձր աշխատավարձերի միջեւ ընկերությունում ցանկացած եւ ցանկացած համակարգում գլոբալ համարվում է ընդունելի Հայաստանի Հանրապետությունը ավելի մեծ սպրեդ է կիրառում իր աշխատավարձերի միջեւ, որովհետեւ գործակիցները երբ որ նայում են հանրապետական զբաղեցնող անձանց աշխատավարձերի գործակիցը ամենաբարձր գործակիցը 20-ն է, ու եթե նոր չեն փոխել, ամենացածր գործակիցը 1.29-ն է։ Հետևաբար, լավ ավատա որպես օբյեկտիվ իրականություն ընդունենք, որ աշխատավարձերի ավելի մոտարկում ավելի լավ կլիներ իհարկե այն իմաստով, բայց իրականում լավագույն կառավարման փորձի շրջանակներում առնվազն եթե չհաշվեն հյուսիսային եվրոպական երկրները, սկանդինավյան երկրները, մնացածում այդ վերևն ու ներքևը այդ գումարած դրա շրջակայքում է։ Շատ լավ, արձագանքում եք։ Շատ հակիրճ պետական կառավարման համակարգի մարմիններում այսօր նախարարի աշխատավարձը դրույքաչափ եւ թույլատրելի պարգևաճար կազմում է 1.5 միլիոն դրամ։ Իսկ առաջին կարգի մասնագետի աշխատավարձը 120-125,000 դրամի մեջ է։ Այսինքն պետական կառավարման համակարգի մարմիններում այսօր այդ խզումը շատ ավելի ցածր է քան։ Սա զուտ արձանագրում գնահատական չեմ տալի իհարկե։ Շնորհակալություն։ Խզումի շրջանակներում, որովհետեւ նախարարով չի աշխատել, Շատ լավ։